Իսրայելը ԱՄՆ-ի աջակցությամբ կրկին թիրախավորել է Իրանը, հասցնելով հրթիռային հարվածներ։ Վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկը, ընդգծելով, որ Իրանը փորձում էր վերականգնել իր միջուկային ծրագիրը։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ վնաս է հասցվել ինչպես բնակելի շենքերին, այնպես էլ դպրոցներին, հիվանդանոցներին, տասնյակ աշակերտներ մնացել են դպրոցի փլատակներում։ Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել իր դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությունների առնչությամբ։ Միջազգային այլ գործընկերներ կողմերին հորդորել են անհապաղ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ Մինչ շարունակում են քաղաքական հայտարարություններ հնչել, Իրանի պատասխանը չի ուշանում։ Իրանը հարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, Էմիրություններում և Բահրեյնում ԱՄՆ ռազմական բազաներին, ագրեսիային արձագանքը համարելով Իրանի օրինական իրավունքը։